Իհարկե մենք եկեղեցական գործիքակազմերի մեջ ունենք բանադրանքի ինստիտուտ, բայց կարծում եմ այդ հարցի հասցեատերը ես չեմ։ Այդ բանադրանքը կիրառվում է ավելի բարձր ատյաններում, կաթոլիկոսի ատյաններում, բայց կարծում եմ նաև, որ նման գործիքակազմ իրականացնելու համար պետք է շատ լրջորեն գնահատել, որովհետև հիմա մենք ունենք իրավիճակ, երբ Հովանավանքի քահանային կարգալուծեն կարել, բայց քահանան իշխանությունների ուղիղ տեսանելի աջակցությամբ շարունակում է մնալ Հովանավանքում որպես պաշտոնավարող անձ։ Այսինքն, տեսեք, այո, ուժային կառույցները ոչ միայն, այլև այն բոլոր մարմինները, դատախազություն, ոստիկանություն, որոնք պարտավոր են մարդու սեփականության, հաստատության սեփականության իրավունքը պաշտպանել, տարբեր տեսակի անհեթեթ պատճառաբանություններով հրաժարվում են դա անել։ Ես ոչ մի պատճառաբանություն խելամիտ չեմ տեսնում, թե ինչպես է լինում, հակառակ նրան, որ մեր իրավաբանները դիմել են, որ այդ տարածքը ազատվի, բայց մինչև այս պահը այդ տարածքը ազատված չէ։ Ուրեմն այն ինչ որ տեղի է ունեցել Մոլդովայում, այն ինչ որ տեղի է ունեցել Ուկրաինայում, ամենայն հավանականությամբ փորձ է արվելու կիրառել այստեղ։ Եվ եկեղեցին չունի, գիտեք ինչ, բացի խոսքից, բացի իր գործիքակազմերից, պաշտպանական ավելի զգալի մեխանիզմներ, նկատի ունեմ ուժային կառույցներ, որոնք հարկադրանք կիրառեն իր իրավունքները պաշտպանելու համար։ Անգամ ինքնապաշտպանություն կիրառելու համար կարող է մարդկանց ուղղակի տանեն կալանավորեն։ Հիմա դա այդ տարածքը մերն է։ Այդ տարածքի նկատմամբ մեր սեփականության իրավունքը պաշտպանելու ինչ միջոցների կարող ենք դիմել։